Ուրախ եմ, որ այսօր իմ հայրիկը այնքան իմ անդեպ վստահություն ունի, որ ոչ մի շոր ասվածը, ոչ մի վիզուալ տեսքը չի կարա փոխարինի այն արդյունքների, եթե նա լսում է իմ երգերը։ Ինքը միակ բանը որտեղ կոտրվեց, ինքը դեղ կոտրեց, որ հասկացավ իսկական բնությունը իր երեխային օժտել է, այո, այդ ձայնով այսօր ոչ մեկս չենք լսում Գայ Արզումանյանը երգել չգիտի կամ երգելը չի կարող, այլ ասում են հզոր երգչուհին, ինձ համար դա էլ է մեծ պատիվա, որը ես իմ կյանքի ընթացքում ձեռք եմ բերել։ Ես կուզենայի այն ինչը որ իմ հայրիկս չէր ուզում, այսօր իր մոտ կա մի պահ, որ ինքը ասում էր կարող է եւս երգչուհի չլիներ, ընտանիք կազմեր, այսօր ընտանիքի տեր մարդ լիներ, եւս իր այդ կարծիքին էլ եմ համաձայն, կարող է եւս ես կարիերիստկա եմ, տենց է գնացել իմ կյանքը, բայց այսօր ես ուրախ եմ, որ իրան կարողանում եմ հպարտացնեմ, միտեղ որ ինքը օրինակ իջնում է բակում, ասում են, բայ Գայայի պապան, մեկն ինքս ոսթե Գայայի պապան, ասեք Շմավոնի աղջիկը, այ իր համար այդ մի քիչ այդ բարձունքը, որ արդեն իր աղջիկը հասել է, ես թվում է ինքը հպարտա, թե մամաս, թե պապաս, մայրս մի քիչ ավելի զուսկին է, շատ ավանդական ընտանիք է, իրականում շատ ավանդական ընտանիք եք մենք, դա կապ չունի իմ բեմական արտիստ լինելու ոչ մի բանի հետ կապված, որտեղ իմ մտածելակերպը էլ այդ։ Ես տենց եմ մեծացել, մենք մեծացրել են հայրենասեր, մեզ մեծացրել են շատ դաստիարակված, մեզ մեծացրել են, որ դիմացին հարգել իմանանք, մի քիչ թասիբով լինենք։ Այ այդ ես դրա համար իրանց շնորհակալ եմ ու նույնիսկ նորից եմ կրկնում, եթե կյանքում կա երկրորդ կյանք, ես կուզենայի նույնիսկ ծնվեմ նույն հայրենիքում ու նույն ծնողներից, որովհետև ունենամ նույն քրերն ու եղբայրը, որտեվ իրականում մենք շատ ուժեղ ընտանիք ենք, շատ